Շքեղ երեկույթի պայծառության մեջ մի աղքատ աղջիկ հիացած է դաշնամուրի ձայնով։ Հուզմամբ առաջնորդվելով նա ներխուժում է սրա խնդրում նվագել անհավատ հանդիսատեսի առաջ։ Այն, ինչ տեղի է ունենում հետո, արհամարհական հայացքները վերածում է հուզիչ ծափահարությունների։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք դուք մեզ դիտում, մենք շարունակում ենք։ Խոստանում եմ, որ սա կլինի լավագույն պատմությունը, որը դուք երբեք կլսեք ձեր կյանքում։ Գլուխ 1. Ճակատագրի մեղեդին։ Ցինկե տանիքներին թափվող անձրի ձայնը Մարիամի մեջ միշտ հարմարավետության տագնապի խառնուրդ էր առաջացնում։ Հարմարավետություն, որովհետև ռիթմիկ աղմուկը հանգստացնում էր նրա դստերը, որը պաշտում էր լսել մետաղին դիպչող ջրի բնական երաժշտությունը։ Տագնապ, որովհետև Երանում յուրաքանչյուր փոթորիկ ավելի էր բարդացնում նրանց թաղամասի փողոցները, մինչ կանգառ տանող ճանապարհը վերածվում էր խորը ջրափոսերով ու սայթաքուն մայթերով լի վտանգավոր արկածի։ Սակայն այդ շաբաթ առավոտյան Մարիամը չէր կարող իրեն թույլ տալ բողոքել եղանակից։ Նրան նոր աշխատանք էր սպասում։ Դստեր հետ կիսած նեղ մահճակալի եզրին նստած, Մարիամն ուղղեց նախորդ օրը ստացած պարզ համազգեստը։ Սպիտակ վերնաշապիկ, մինչ ծնկները հասնող սկիսաշրջազգեստ աննկատ գոգնոց։ Ոչ մի առանձնահատուկ բան, ի տարբերություն վերջին ամիսներին գտած մյուս ժամանակավոր աշխատանքների, բայց սա յուրահատուկ հույս էր ներշնչում։ Կադրերի գործակալությունից հստակ ասել էին, որ Ավալյանների ընտանիքը Երանի ամենահին ու հարգված գերդաստաններից է, նրանց մոտ աշխատելը, թեկուզ մի քանի շաբաթով, կարող էր կարոր դռներ բացել։ Մարիամը գիտեր, որ այդ դռների կարիքն ունի։ 2 տարի առաջ, երբ մնացել էր մենակ, յուրաքանչյուր օր պայքար էր, ապահովելու, որ իր դուստր Լիլիթը գոնե ամենաանհրաժեշտ բաներն ունենա։ Լիլիթ։ Աղջիկը պառկած էր կողքին, դեռ քնած, շագանակագույն մազերը փռված բարակ բարձին։ Նա ընդամենը 5 տարեկան էր, բայց նրա աչքերում մի խորություն կար, որը Մարիամը չէր կարողանում բացատրել։ Կարծես երեխան աշխարհից ավելին էր հասկանում, քան պետք էր, կարծես ավելի մեծ բանի հիշողություններ էր կրում, մի բան, որը դուրս էր պարզ մանկությունից, իրենց նեղ բակի խաղերից։ Մարիամը զգուշորեն ձեռքը տարավ դստեր դեմքով, զգալով, թե ինչպես է սիրտը սեղմվում։ Ինչպես բացատրել երեխային, որ նա պետք է ամբողջ օրը մենակ անցկացնի, փակված տանը, մինչ մայրն աշխատում է քաղաքի մյուս ծայրում գտնվող շքեղ խնջույքին։ Հետո զանգը հնչեց։ Խոհանոցի հին հեռախոսը զանգեց առավոտյան 6:30, Մարիամը պատասխանեց արդեն իսկ արագացած սրտխփոցով։ Գործակալության վերահսկիչն էր, տիկին Սեդան, ինչպես միշտ չոր ու ուղիղ ձայնով։ Դայակը, որը պետք է խնամեր Լիլիթին, վերջին պահին հրաժարվել էր։ Սուր գրիպ, բարձր ջերմություն, անհնար էր գալ։ Մարիամը զգաց, թե ինչպես է գետինը փախչում ոտքերի տակից։ Ուրիշ ոչ ոք չկար։ Հարանուհին, որը երբեմն օգնում էր, քաղաքում չէր։ Քույրը չափազանց հեռու էր ապրում։ Իսկ Լիլիթին մենակ թողնելու մասին խոսք լինել չէր կարող։ Տիկին Սեդան հոգոց հանեց հեռախոսի մյուս կողմում, անհամբերությամբ լի մի հոգոց։ Ասաց, որ Մարիամը պետք է այդ հարցը լուծի, որովհետև Ավալյանների ընտանիքը չի հանդուրժում ուշացումներ, էլ չենք խոսում բացակայությունների մասին։ Նրանց որդու ծննդյան տարեդարձն էր, կարոր միջոցառում, խոհանոցի օգնական անձնակազմը պետք է ամբողջական լիներ։ Մարիամը կուլ տվեց թուքը, արեց միակ բանը, որ կարող էր։ Հարցրեց, ամոթից գրեթե անհետացող ձայնով, թե կարող է արդյոք դստերը հետը տանել։ Խոստացավ, որ Լիլիթը հանգիստ կմնա, թաքնված, որ ոչ ոք նույնիսկ չի իմանա նրա այնտեղ լինելու մասին։ Մյուս կողմում երկար լռություն տիրեց։ Հետո պատասխանը եկավ, սառը առանց շրջանցումների։ Եթե աղջիկը չերը, եթե մնա բոլորովին տեսադաշտից դուրս, թույլատրվում է։ Բայց եթե որևէ բան այն չլինի, պատասխանատվությունը կկրի Մարիամը։ Երբ անջատեց հեռախոսը, Մարիամը նստեց խոհանոցի աթոռին, խորը շունչ քաշեց։ Գիտեր, որ ամեն ինչով ռիսկի է դիմում։ Գիտեր, որ դա կարող է իր աշխատանքի գինն արժենալ, նախքան այն սկսելը։ Բայց ընտրություն չուներ։ Վերադարձավ սենյակ, զգուշորեն արթնացրեց Լիլիթին, բացատրելով, որ այսօր այլ կերպ է լինելու։ Այսօր նա մայրիկի հետ է գնալու։ Լիլիթը դանդաղ բացեց աչքերը, ժպտաց, լիովին չհասկանալով, թե դա ինչ է նշանակում, բայց ուրախ լինելով մոր կողքին։ Նրանց կենտրոն հասցնող ավտոբուսը լեփ-լեցուն էր։
Մարիամը բռնել էր Լիլիթի ձեռքը, սեղմվելով մեքենայի կողքին, մինչ քաղաքն անցնում էր մշուշոտ պատուհանից այն կողմ։ Լիլիթը լուր հետաքրքրությամբ նայում էր ամեն ինչին, դիտելով փողոցները, որոնք գնալով ավելի մաքուր էին դառնում, տները ավելի մեծ, մեքենաները ավելի փայլուն։ Նա ոչինչ չասաց, բայց Մարիամը գիտեր, թե ինչ է մտածում դուստրը։ Դա այլ աշխարհ էր։ Մի աշխարհ, որը նրանք ճանաչում էին միայն հեռվից, ցուցափեղկերից, հեռուստացույցի էկրաններից։ Երբ իջան Սայաթ Նովայի պողոտայի մոտ, Մարիամը ստիպված եղավ S3 թաղամաս քայլել մինչ հասցեին հասնելը։ Առանձնատունը գտնվում էր հսկայական հողամասի մեջտեղում, շրջապատված բարձր պարիսպներով, դարբնագործ երկաթե դարպասներով։ Մուտքի մոտ անվտանգության աշխատակիցներ կային կոստյումներով տղամարդիկ, որոնք նրանց նայեցին այն անտարբերության կասկածամտության խառնուրդով, որը վերապահված է նրանց համար, ովքեր ակնհայտորեն այդ վայրին չեն պատկանում։ Մարիամը ցույց տվեց գործակալության տրամադրած անձը հաստատող փաստաթուղթը, բացատրեց, որ այստեղ է խնջույքին աշխատելու համար, նրանց թույլ տվեցին մտնել կողային մուտքից, որտեղ ծառայողական մուտքն էր։ Տունն ավելի մեծ էր, քան Մարիամը պատկերացնում էր։ Երկու հարկ, հսկայական պատուհաններ, անթերի այգիներ, ձեռքով քանդակված թվացող բույսերով։ Այնտեղ ամեն ինչ շնչում էր փող, ավանդույթ, իշխանություն։ Մարիամն ավելի ամուր սեղմեց Լիլիթի ձեռքը, կարծես ուզում էր պաշտպանել նրան այդ ողջ շքեղությունից, կամ գուցե ինքն իրեն պաշտպանել անհարմարության զգացումից, որն աճում էր ամեն քայլափոխի։ Խոհանոցում նրանց դիմավորեց Ալվարդ անունով մի կարճահասակ, եռանդուն կին, որը խիստ ձեռքով սուր ձայնով ղեկավարում էր օգնական անձնակազմը։ Ալվարդը Լիլիթին նայեց անմիջական դժգոհության արտահայտությամբ, բայց Մարիամն արդեն սպասում էր դրան։ Արագ բացատրեց իրավիճակը, կրկնեց, որ աղջիկը խնդիր չի ստեղծի, որ հանգիստ կմնա, թաքնված։ Ալվարդը տնքաց, բայց գլխով արեց։ Ասաց, որ հետնամասում մի սենյակ կա, որտեղ պահում են սպիտակեղեն սրբիչներ։ Լիլիթը կարող էր այնտեղ մնալ։ Բայց ոչ մի դեպքում դուրս չգար, աղմուկ չաներ, գոյություն չունենար։ Մարիամը դստերը տարավ նեղ միջանցքի վերջում գտնվող փոքրիկ սենյակ։ Այն նեղ էր, վատ լուսավորված, լվացքի փոշու նավթալինի հոտով։ Ուներ փոքրիկ պատուհան, որը նայում էր հետնաբակ, դարակի վրա ծալված սավանների մի կույտ։ Մարիամը ծնկի իջավ Լիլիթի արջ աղջկա դեմքը բռնեց ձեռքերի մեջ։ Խնդրեց, զսպված արցունքներից փայլող աչքերով, որ նա խելոք աղջիկ լինի։ Որ մնա այնտեղ, հանգիստ, մենակ խաղա։ Որ ոչ մի դեպքում դուրս չգա։ Լիլիթը լուրջ համաձայնեց, կարծես հասկանում էր իրավիճակի լրջությունը։ Մարիամը համբուրեց դստեր ճակատը, թողեց թխվածքաբլիթներով մի տոպրակ ջրով մի շիշ, սենյակից դուրս եկավ կոտրված սրտով։ Վերադարձավ խոհանոց, խորասուզվեց աշխատանքի մեջ։ Խնջույքը պետք է սկսվեր կեսօրին, տասնյակ գործեր կային անելու։ Մարիամն օգնեց պատրաստել կանապեների սկուտեղներ, դասավորեց սպասքը, մաքրեց բյուրեղապակյա բաժակներ, որոնք կարծես ավելի թանկ արժեին, քան իր ունեցած ամեն ինչը։ Ժամանակն արագ անցավ, բղավոցներով տրվող հրամանների, եռացող կաթսաների, պատրաստվող թանկարժեք ուտեստների հոտի միջ։ Մարիամը փորձում էր չմտածել Լիլիթի մասին, որը մենակ էր այդ մութ սենյակում։ Փորձում էր վստահել, որ դուստրը կհնազանդվի։ Բայց Լիլիթն ընդամենը երեխա էր։ Իսկ երեխաները որքան էլ հնազանդ լինեն, բնական հետաքրքրասիրություն ունեն, որն ավելի բարձր է խոսում, քան ցանկացած խոստում։ Սկզբում Լիլիթը հանգիստ մնաց, ինչպես խոստացել էր։ Խաղաց իր մատների հետ, գլխում պատմություններ հորինեց, փոքրիկ պատուհանից նայեց դրսի այգուն։ Բայց կամաց-կամաց ձայնը սկսեց կանչել նրան։ Դա հեռավոր երաժշտություն էր, որը գալիս էր տան որը տեղից։ Ծիծաղ, աշխույժ խոսակցություններ, բաժակների զնգոց։ Եվ հետո, ավելին։ Մի մեղեդի։ Նուրբ, բայց ներկա։ Ինչպես մի շշուկ, որը ներս էր սողոսկում պատերի միջով, գտնելով Լիլիթին հենց այնտեղ, որտեղ նա էր։ Աղջիկը վեր կացավ սավանների կույտից, որի վրա նստած էր, ականջը հպեց դռանը։ Երաժշտությունն ավելի հստակ դարձավ։ Դրանք առանձին, անկանոն նոտաներ էին, կարծես ինչ-որ մեկը գործիք էր փորձարկում։ Բայց Լիլիթի համար դա կախարդական էր։ Նա ճանաչում էր այդ ձայնը։ Ճանաչում էր ինչ-որ խորը տեղից, մի հիշողությունից, որը ցավեցնում մինույն ժամանակ ջերմացնում էր։ Դա դաշնամուրն էր։ Նույն ձայնը, որը լսում էր, երբ հայրը ողջ էր, երբ նա նվագում էր փոքրիկ բարերում իրեն հետը տանում, գիրկն առնելով, մինչ նրա մատները պարում էին ստեղների վրա։ Լիլիթը դանդաղ բացեց դուռը։
Միջանցքը դատարկ էր։ Նա մի քայլ արեց դուրս, հետո մյուսը։ Ոչ ոք չերաց։ Երաժշտությունը շարունակվում էր, կանչելով նրան, ձգելով ինչպես անտեսանելի թել։ Նա գնաց միջանցքով, անցավ խոհանոցի եզրերով, թաքնվելով արկղերի դարակների կույտերի հետում։ Ոչ ոք նրան չտեսավ։ Բոլորը չափազանց զբաղված էին։ Եվ հետո նա հասավ գլխավոր սրահ։ Լիլիթը կանգնեց մուտքի մոտ, թաքնված ծանր վարագույրի հետում, այն, ինչ տեսավ, քարացրեց նրան։ Սրահը հսկայական էր, շատ բարձր առաստաղով, առաստաղից կախված բյուրեղապակյա հսկա ջահով։ Տասնյակ մարդիկ կային, բոլորը հագնված այնպիսի հագուստներով, որոնք կարծես ամսագրից լինեին դուրս եկած։ Կանայք երկար փայլուն զգեստներով, տղամարդիկ կոստյումներով, բոլորը խոսում էին, ծիծաղում, շամպայնի բաժակներ բռնած։ Եվ ամեն ինչի կենտրոնում, սենյակում իշխելով փայլեցված փայտե հսկայի պես, կանգնած էր Ռոյալը։ Փայլուն Ռոյալ, այնքան գեղեցիկ, որ Լիլիթը միայն նայելուց լացելու ցանկություն ունեցավ։ Եվ հետո նա հայտնվեց։ Բարձրահասակ, շիկահեր մի երիտասարդ, անկեղծ ժպիտով, բաց գույնի աչքերով։ Երի 20 անց կլիներ, նրա մեջ մի բան կար, որ ուշադրություն էր գրավում։ Ոչ միայն արտաքինը, այլ այն, թե ինչպես էին մարդիկ շրջվում, երբ նա անցնում էր, ինչպես էին բոլորը կարծես ուզում նրա կողքին լինել։ Նա քայլեց դեպի Ռոյալը, այն մարդու վստահությամբ, ով դա 1000 անգամ արել է, նստեց աթոռակին, մատները դրեց ստեղների վրա։ Երբ սկսեց նվագել, ամբողջ սրահը լռեց։ Այդ գործիքից հնչած մեղեդին տարբերվում էր այն ամենից, ինչ Լիլիթը երբեք լսել էր։ Այն տխուր էր, բայց գեղեցիկ։ Կարծես յուրաքանչյուր նոտա մի ծանրություն, մի պատմություն, մի կարոտ էր կրում։ Լիլիթը զգաց, թե ինչպես է մի բան շարժվում կրծքավանդակում։ Այնքան մեծ մի հուզմունք, որի անունը չգիտեր։ Կարծես այդ երաժշտությունը խոսում էր ուղիղ իր հետ, ասելով բաներ, որոնք ինքը չէր հասկանում, բայց որոնք լիովին իմաստալից էին։ Նա չկարողացավ իրեն զսպել։ Դուրս եկավ վարագույրի հետից, սկսեց քայլել դեպի Ռոյալը։ Նրա քայլերը փոքր էին, բայց վճռական։ Անցավ սրահով, հյուրերի միջով, որոնք սկսեցին նկատել նրա ներկայությունը։ Շշուկներ սկսեցին տարածվել։ Զարմանքի, շփոթության, արհամարանքի հայացքներ։ Ո՞վ էր այս աղջիկը։ Որտեղից էր հայտնվել։ Ինչու էր այստեղ, այդքան պարզ հագնված, այդքան նրբաճաշակ խնջույքի մեջ։ Երիտասարդ դաշնակահարը շարունակում էր նվագել, դեռ չէր նկատել։ Բայց Լիլիթն ավելի ու ավելի էր մոտենում։ Երբ վերջապես հասավ Ռոյալին, նա կանգնեց հենց նրա կողքին, սպասեց։ Սպասեց, մինչ երաժշտությունն ավարտվի, մինչ վերջին նոտան արձագանքի սրահում լուծվի լռության մեջ։ Տղան բացեց աչքերը, ներք նայեց։ Զարմացավ, տեսնելով աղջկան այնտեղ, այդքան մոտ, որը նայում էր իրեն այդ խորը լուրջ աչքերով։ Նա ժպտաց, լավ չհասկանալով, թե ինչ է կատարվում։ Հետո Լիլիթը խոսեց։ Նրա ձայնը մեղմ էր, բայց հաստատուն։ Նա ասաց, միայն երեխային հատուկ ողջ անմեղությամբ, խիզախությամբ, որ ինքը նույնպես ուզում է նվագել։ Սրահը պայթեց շշուկներից։ Ոմանք ծիծաղեցին, դա վատ կատակ համարելով։ Մյուսները վրդովվեցին։ Ինչպես էր այդ երեխան համարձակվում ընդհատել խնջույքը։ Իրեն ո՞ն տեղն էր դրել։ Կապույտ զգեստով մի կին, մազերը էլեգանտ հանգույցով հավաքած, բարձրաձայն մեկնաբանեց, որ դա անհեթեթություն է, որ ինչ-որ մեկը պետք է անմիջապես այդ աղջկան այստեղից տանի։ Բայց երիտասարդ դաշնակահարը չծիծաղեց։ Նա ուշադիր նայեց Լիլիթին, նկատելով մի բան, որը մյուսները չէին տեսնում։ Այդ աչքերում անկեղծություն կար, իսկական կապ երաժշտության հետ։ Նա հիշեց, թե երբ ինքն էր երեխա, երբ երաժշտությունը միայն զգալու մասին էր, նախքան այն կդառնար տպավորելու մասին։ Հետո նա արեց մի բան, որը ոչ ոք չէր սպասում։ Վեր կացավ աթոռակից, նրբորեն բռնեց Լիլիթի ձեռքը, օգնեց նրան բարձրանալ։ Տեղավորեց նրան աթոռակին, բարձ դնելով, որպեսզի նա հասնի ստեղներին։ Սրահը լիովին լռեց, բոլորը դիտում էին ցնցումի հետաքրքրության խառնուրդով։ Լիլիթը երկար նայեց ստեղներին։ Նրա փոքրիկ մատները սավառնեցին դրանց վրա, թեթակի դողալով։ Եվ հետո նվագեց առաջին նոտան։ Այդ Ռոյալից հնչած ձայնը տեխնիկապես անթերի չէր։ Կատարյալ չէր։ Բայց իսկական էր։ Լիլիթը սկսեց նվագել մի պարզ մեղեդի, մի բան, որը կարծես գալիս էր իր ներսից, մի տեղից, որի գոյության մասին ինքն էլ չգիտեր։
Դրանք նոտաներ էին, որոնք հայրն էր սովորաբար նվագում, որոնք մանկական հիշողության շնորհիվ վերածվել էին մի նոր մաքուր բանի։ Եվ ամբողջ սրահը դադարեց շնչել։ Մարդիկ, որոնք առաջ ծիծաղում էին, այժմ քարացած էին։ Լիլիթի մեղեդին լի էր հուզմունքով։ Յուրաքանչյուր նոտա կարծես կորստի, սիրո, կարոտի պատմություն էր պատմում։ Դա հոգով նվագված երաժշտություն էր, ոչ թե ձեռքերով։ Եվ անհնար էր չհուզվել։ Երբ Լիլիթն ավարտեց, լռությունը խլացուցիչ էր։ Ոչ ոք չգիտեր ինչ ասել։ Աղջիկը ձեռքերը հանեց տեղներից նայեց երիտասարդ դաշնակահարին, որը կանգնած էր նրա կողքին փայլող աչքերով։ Նա ակնհայտորեն հուզված մի բանից, որը չէր կարողանում բացատրել։ Հետո հնչեցին ծափահարությունները։ Սկսվեց դանդաղ, 1-2 հոգուց, բայց շուտով տարածվեց։ Ամբողջ սրահը ծափահարում էր Լիլիթին։ Դա քաղաքավարի, պարտականության ծափահարություն չէր։ Այն անկեղծ էր, հուզված։ Որոշ մարդկանց աչքերին նույնիսկ արցունքներ կային։ Հենց այդ պահին հայտնվեց Մարիամը։ Նա լսել էր աղմուկը, խոհանոցում աշխույժ խոսակցությունները մի երեխայի մասին, որը ներխուժել էր սրահ։ Սիրտը բաբախեց։ Վազեց այնտեղ քարացավ, տեսնելով Լիլիթին ռոյալի մոտ նստած, բոլորի հայացքները նրա վրա։ Խուճապը տիրեց նրան։ Վազելով անցավ սրահով, բարձրաձայն ներողություն խնդրելով, ամաչելով, հուսահատված։ Բռնեց Լիլիթի թից, քաշեց նրան աթոռակից, սկսեց քարշ տալ դեպի դուրս։ Լիլիթը չհասկացավ։ Շփոթված, տխուր նայեց մորը։ Սխալ բան էր արել։ Չէր հնազանդվել։ Ուզում էր ընդամենը նվագել, ընդամենը նորից զգալ երաժշտությունը։ Մարիամը դստեր հետ դուրս եկավ սրահից, անտեսելով հայացքները, ցածրաձայն խոսակցությունները, իր վրա ընկած դատաստանի ծանրությունը։ Վերադարձավ հետնամասի սենյակ, փակեց դուռը ընկավ։ Գրկեց Լիլիթին լաց եղավ, ներողություն խնդրելով, ասելով, որ դա չպետք է պատահեր, որ հիմա ինքը կկորցնի աշխատանքը, որ նրանք դժվարության մեջ են։ Լիլիթը գրկեց մորը նույնպես լաց եղավ, բայց չէր հասկանում այդքան տխրության պատճառը։ Այնքան գեղեցիկ էր։ Երաժշտությունն այնքան գեղեցիկ էր։ Այնտեղ, սրահում, երիտասարդ դաշնակահարը դեռ կանգնած էր ռոյալի կողքին, մտախոհ։ Նա չէր կարողանում այդ տեսարանը հանել մտքից։ Այն, թե ինչպես էր Լիլիթը նվագում, այն մաքուր հուզմունքը, որը բխում էր այդ նոտաներից։ Դա մի բան էր, որ ինքը վաղուց չէր զգացել։ Մի բան, որն անթերի տեխնիկան տարիների ուսումը ինչ-որ կերպ ջնջել էին իր միջից։ Նա շուրջը նայեց, տեսնելով, թե ինչպես են հյուրերը վերադառնում իրենց խոսակցություններին, շամպայնին, կարծես ոչինչ տեղի չէր ունեցել։ Բայց իր համար մի բան փոխվել էր։ Այդ անծանոթ աղջիկն արթնացրել էր իր մեջ ննջող մի բան։ Հիշողություն այն մասին, թե ինչու էր սկսել դաշնամուր նվագել, նախքան ամեն ինչ կդառնար կատարյալ կատարումների ընտանիքի սպասումների մասին։ Մինչ խնջույքը շարունակվում էր, մինչ Մարիամը լաց էր լինում, գրկած Լիլիթին տան հետնամասում, մինչ երիտասարդ դաշնակահարը կանգնած էր այնտեղ, մտքերի մեջ կորած մի բան էր ցանվել։ Փոքրիկ, փխրուն, բայց հզոր մի սերմ։ Եվ այդ սերմը, առանց որևէ մեկի իմացության, կփոխեր նրանց բոլորի ճակատագիրը այնպես, ինչպես նրանցից ոչ ոք չէր կարող պատկերացնել։ Գլուխ 2. Սրտի ակորդները։ Կիրակի առավոտը երանում մռայլ էր, այն ծանր խոնավությամբ, որը կարծես կպչում էր մաշկին ամեն ինչ ավելի դժվարացնում։ Մարիամն արթնացավ արածագից առաջ, ինչպես միշտ, բայց այս անգամ քունը խանգարված էր, լի մղձավանջներով, աշխատանքը կորցնելու, վարձը չկարողանալու վճարել, Լիլիթի սոված մնալու մասին։ Դանդաղ վեր կացավ, որպեսզի չարթնացնի դստերը, գնաց խոհանոց թույլ տնտեսող սուրճ պատրաստելու, որը պետք է բավականացներ ամբողջ շաբաթ։ Դեռ չէր ստացել այն զանգը, որից այդքան վախենում էր։ Գործակալությունից զանգ, որտեղ կասեին, թե իր ծառայություններն այլս անհրաժեշտ չեն, որ Ավալյանների ընտանիքը վրդովված է նախորդ օրվա դեպքից։ Մարիամը նայեց պատի հին հեռախոսին, կարծես կարողանար մտքի ուժով ստիպել, որ այն չզանգի։ Այդ աշխատանքն իրեն պետք էր։ Հուսահատորեն պետք էր։ Ճշմարտությունն այն էր, որ նախորդ գիշեր, սրահում տեղի ունեցած միջադեպից հետո, Մարիամը սպասում էր վատթարագույնին։ Լիլիթի հետ հետնամասի սենյակում ժամերով փակված մնալուց, դստերը մխիթարելուց սեփական խուճապը զսպելու փորձերից հետո, Ալվարդը թակել էր դուռը։ Մարիամը բացեց, սպասելով, որ իրեն տեղնուտեղը դուրս կանեն, բայց ի զարմանս իրեն, խոհանոցի վերահսկիչը պարզապես ասաց, որ կարող է տուն գնալ։ Ոչ մի խոսք աշխատանքից ազատելու մասին։
Ոչ մի խոսք տեղի ունեցածի մասին։ Պարզապես խիստ հայացք գլխի շարժում։ Մարիամը վերցրեց իրերն ու Լիլիթի ձեռքը բռնած դուրս եկավ ծառայողական մուտքից, լավ չհասկանալով, թե ինչ է տեղի ունեցել։ Հետդարձի ավտոբուսում Լիլիթը լուռ էր, պատուհանից նայում էր այն հեռավոր արտահայտությամբ, որը Մարիամը լավ գիտեր։ Դա նույն արտահայտությունն էր, որն աղջիկն ուներ, երբ մտածում էր հոր մասին։ Մարիամը գիտեր, որ այդ ռոյալը նվագելը Լիլիթի մեջ խորը մի բան էր արթնացրել, մի բան, որին ինքը չէր կարողանում հասնել կամ բուժել։ Երաժշտությունը միշտ եղել էր Լիլիթի նրա հոր միջ ամենաամուր կապը, Մարիամն իրեն անզոր էր զգում դրա դիմաց։ Ռուբեն։ Միայն նրա անունը մտաբերելիս Մարիամի կուրծքը սեղմվում էր։ Նա երաժիշտ էր, ինքնուս սիրահարված իր գործին, թե երբեք պաշտոնական դասերի չէր գնացել կամ կոնսերվատորիայի դիպլոմ չուներ։ Նվագում էր փոքրիկ բարերում, պարզ խնջույքներին, երբեմն փողոցում, երբ փողը չափազանց քիչ էր։ Հեշտ կյանք չէր, բայց ազնիվ էր, նա սիրում էր իր նվագած յուրաքանչյուր նոտան։ Ավելի շատ սիրեց, երբ Լիլիթը ծնվեց։ Դեռ մանկուց աղջիկը յուրահատուկ կերպով էր արձագանքում երաժշտությանը։ Դադարում էր լացել, երբ դաշնամուր էր լսում, ժպտում էր, երբ Ռուբենը նվագում էր իր համար, ձեռքերով ծափ էր տալիս երգերի ռիթմով։ Երբ Լիլիթը 3 տարեկան էր, Ռուբենը սկսեց սովորեցնել նրան։ Ոչ կառուցվածքային ձով, ոչ մեթոդներով կամ նոտաներով։ Պարզապես դստերը գիրկն էր առնում, նրա մատիկներն ուղղորդում տանը ունեցած հին ստեղնաշարի վրա թույլ տալիս, որ նա զգա երաժշտությունը։ Ասում էր, որ տեխնիկան կարող է հետո գալ, բայց զգացմունքը պետք է առաջինը լինի։ Եվ Լիլիթն արագ էր սովորում։ Չափազանց արագ։ Կարծես նա արդեն գիտեր, կարծես երաժշտությունը մայրենի լեզու լիներ, որը պարզապես պետք էր հիշել։ Բայց հետո եկավ այն օրը։ Այն օրը, երբ ամեն ինչ փոխվեց։ Ռուբենը տուն էր վերադառնում նոր Նորքի բարերից մեկում նվագելուց հետո։ Ուշ էր, գրեթե կեսգիշեր։ Վթար էր տեղի ունեցել։ Կառավարումը կորցրած բեռնատար ուժգին հարված, վայրկյանների ընթացքում ամեն ինչ ավարտվեց։ Մարիամը լուրը ստացավ հեռախոսով, կեսգիշերին, զգաց, թե ինչպես է գետինը փլուզվում։ Մի ակնթարթում դարձավ միայնակ մայր, այրի, մենակ աշխարհում 3 տարեկան երեխայի հետ։ Լիլիթը լավ չհասկացավ, թե ինչ է պատահել։ Մարիամը փորձեց նրբորեն բացատրել, ասելով, որ հայրիկը գնացել է հեռու մի տեղ, որ այլս չի վերադառնա։ Աղջիկը լաց եղավ, բայց չափազանց փոքր էր, դրա անդառնալիությունը հասկանալու համար։ Շաբաթներ շարունակ հարցնում էր, թե երբ է հայրը վերադառնալու, երբ է նորից իր համար դաշնամուր նվագելու։ Եվ յուրաքանչյուր հարց դանակի պես խոցում էր Մարիամի սիրտը։ Ամենավատն այն էր, երբ Լիլիթը դադարեց հարցնել։ Դադարեց խոսել հոր մասին։ Դադարեց նվագել այն երգերը, որոնք նա սովորեցրել էր։ Հին ստեղնաշարը մնաց սենյակի անկյունում, փոշի հավաքելով, Մարիամը չհամարձակվեց վաճառել այն, նույնիսկ երբ փողի կարիքը հուսահատեցնող էր։ Դա Ռուբենի հետ վերջին ֆիզիկական կապն էր, վերջին ապացույցը, որ երջանկության այդ տարիներն իրական էին։ Եվ հետո շաբաթ օրը Լիլիթը 2 տարվա մեջ առաջին անգամ դաշնամուր էր նվագել։ Ոչ թե տան հին ստեղնաշարի վրա, այլ հոյակապ ռոյալի, տասնյակ հարուստ կարոր մարդկանց առջ։ Եվ դա գեղեցիկ էր։ Չնայած ողջ վախին ու ամոթին, Մարիամը չէր կարող շղթել, որ դա գեղեցիկ էր։ Դուստրը նվագել էր այնպես, ինչպես հայրն էր սովորեցրել, սրտով, դա մարդկանց հուզել էր այնպես, ինչպես ոչ մի տեխնիկա չէր կարող։ Հեռախոսը զանգեց։ Մարիամը քիչ մնաց սուրճի բաժակը գցեր։ Նայեց սարքին, կարծես այն գծելու պատրաստվող օձ լիներ։ Խորը շունչ քաշեց, ձեռքերը չորացրեց, գոգնոցով պատասխանեց, պատրաստվելով վատթարագույնին։ Բայց մյուս կողմի ձայնը գործակալության տիկին Սեդայինը չէր։ Այն տղամարդու էր, երիտասարդ, քաղաքավարի։ Տղան ներկայացավ որպես Դավիթ Ավալյան, Մարիամին մի քանի վայրկյան պետք եղավ, հասկանալու համար։ Դա նա էր։ Երիտասարդը, որը խնջույքին դաշնամուր էր նվագում։ Ընտանիքի որդին։ Դավիթն ասաց, որ կցանկանար խոսել նրա հետ, եթե հնարավոր է, հենց այդ առավոտյան։ Ոչ աշխատանքի մասին, վստահեցրեց նա, նկատելով Մարիամի ձայնի լարվածությունը։ Այլ բանի մասին էր։ Լիլիթի մասին։ Երաժշտության մասին։ Նա ուզում էր ավելին իմանալ աղջկա մասին, թե ինչպես է նա սովորել այդպես նվագել։ Մարիամը վարանեց, շփոթված, լավ չհասկանալով, թե ինչ է կատարվում։ Բայց համաձայնեց։
Դավիթն ասաց, որ 1 ժամից կլինի նրանց տանը։ Երբ անջատեց, Մարիամը կանգնած մնաց խոհանոցի մեջտեղում, փորձելով հասկանալ. Ինչու էր Երանի ամենահարուստ ընտանիքներից մեկի որդին ուզում գալ այն համեստ թաղամաս, որտեղ ինքն էր ապրում։ Ինչ էր նա ուզում Լիլիթից։ Արդյոք դա ինչ-որ խնդիր էր։ Պաշտոնական բողոք։ Արթնացրեց դստերը, պարզ շիլա պատրաստեց նախաճաշին, բացատրեց, որ հյուր են ունենալու։ Լիլիթը հարցրեց, ով, երբ Մարիամն ասաց, որ դաշնամուր նվագող տղան է, աղջկա աչքերը փայլեցին այնպես, ինչպես մայրը վաղուց չէր տեսել։ Դավիթը ժամանակին ժամանեց, վարելով մի մեքենա, որն անկասկած ավելի թանկ արժեր, քան Մարիամը կվաստակեր մի քանի տարում։ Նա կայանեց նեղ փողոցում, հին մեքենաների ժանգոտ մոտոցիկլետների միջ, դուրս եկավ սպորտային, բայց ակնհայտորեն թանկարժեք հագուստով։ Որոշ հարաններ պատուհանից նայեցին, հետաքրքրված։ Նրա նման մեկին այնտեղ տեսնելը սովորական չէր։ Մարիամը նրան դիմավորեց դռան մոտ, լարված, նախապես ներողություն խնդրելով տան պարզության համար։ Դավիթը ժպտաց, այն անկեղծ ու հեշտ ժպիտով, ասաց, որ ոչ մի խնդիր չկա։ Ներս մտավ, ջերմ գլխով արեց Լիլիթին, նստեց Մարիամի առաջարկած աթոռին։ Զրույցը դանդաղ սկսվեց։ Դավիթը բացատրեց, որ չի դադարել մտածել Լիլիթի կատարման մասին։ Ասաց, որ այդ երաժշտության մեջ մի բան կար, մի բան, որը խորապես հուզել էր իրեն։ Ուզում էր հասկանալ, թե որտեղից է գալիս դա, թե ինչպես կարող է այդքան փոքր, առանց պաշտոնական կրթության աղջիկը նվագել այդքան հուզական։ Մարիամը սկզբում վարանեց, բայց կամաց-կամաց սկսեց պատմել։ Խոսեց Ռուբենի մասին, թե ինչպես էր նա երաժիշտ, թե ինչպես էր Լիլիթին սովորեցրել փոքրուց։ Խոսեց վթարի մասին, թե ինչպես էր աղջիկը դադարել նվագել հորը կորցնելուց հետո։ Եվ այդ սարսափելի օրվանից ի վեր առաջին անգամ Մարիամը լաց եղավ մեկի առջ, ով Լիլիթը չէր։ Լաց եղավ կարոտից, հոգնածությունից, մենությունից։ Դավիթը լուռ լսում էր, դեմքին անկեղծ կարեկցանքի արտահայտությամբ։ Երբ Մարիամն ավարտեց, նա մի պահ լուռ մնաց, մտածելով։ Հետո նայեց Լիլիթին, որը նստած էր բազմոցին, գրկած հին տիկնիկը, հարցրեց, թե արդյոք նա հիշում է այն երգերը, որոնք հայրն էր սովորեցնում։ Լիլիթը գլխով արեց, ամաչկոտ։ Ասաց, որ հիշում է մի քանիսը։ Որ երբեմն, երբ մենակ է, փորձում է հիշել նոտաները, բայց դժվար է առանց իսկական դաշնամուրի։ Հենց այդ ժամանակ Դավիթն արեց այն առաջարկը, որը պետք է փոխեր ամեն ինչ։ Ասաց, որ կցանկանար նորից նվագել Լիլիթի հետ։ Ոչ թե ուրիշ մարդկանց առջ, ոչ թե խնջույքին։ Պարզապես երկուսով առանձին, առանձնատան երաժշտական սենյակում։ Ասաց, որ այդ աղջկա մեջ մի բան կա, որ ինքը պետք է հասկանա, մի բան, որն իր մեջ արթնացրել էր երաժշտության հանդեպ մի գիրք, որը տարիներ շարունակ ննջում էր։ Դավիթը բացատրեց, որ 6 տարեկանից դաշնամուր է սովորել, լավագույն ուսուցիչների մոտ, լավագույն դպրոցներում։ Նրա տեխնիկան անթերի էր, երգացանկը հարուստ։ Բայց ինչ-որ պահի երաժշտությունը դադարել էր զգալու մասին լինելուց, դարձել էր պարզապես տպավորելու մասին։ Հասարակական միջոցառումներին կատարյալ նվագելու, ընտանիքի ավանդույթը պահպանելու, սպասումներն արդարացնելու մասին։ Բայց Լիլիթն այլ կերպ էր նվագում։ Նվագում էր հոգով։ Եվ Դավիթն ուզում էր դա նորից սովորել։ Մարիամը չգիտեր ինչ ասել։ Մի կողմից, դա խենթություն էր թվում։ Հարուստ երիտասարդը ցանկանում է ժամանակ անցկացնել իր աղքատ դստեր հետ։ Ինչ կասեին մարդիկ։ Ինչ կմտածեր նրա ընտանիքը։ Բայց մյուս կողմից, այն մասը, որը տեսնում էր Լիլիթի հույսով փայլող աչքերը, գիտեր, որ չի կարող դա մերժել դստերը։ Այնուհետ Դավիթը հանգստացրեց նրան։ Ասաց, որ կխոսի մոր հետ, կբացատրի իրավիճակը։ Որ թույլտվություն կխնդրի օգտագործել երաժշտական սենյակն այն ժամերին, երբ տունը դատարկ է։ Որ ամեն ինչ կլինի զուսպ, հարգալից։ Եվ ամենակարևորը, որ Լիլիթը հնարավորություն կունենա օգտվելու դաշնամուրից, երբ ցանկանա, առանց թաքնվելու, առանց վախի։ Մարիամը դեռ վարանում էր, բայց որոշումը կայացրեց Լիլիթը։ Աղջիկը վեր կացավ բազմոցից, մոտեցավ Դավիթին, հարցրեց այն փոքրիկ, բայց հաստատուն ձայնով, թե արդյոք ինքն իսկապես կարող է նորից նվագել մեծ ռոյալի վրա։ Դավիթը ժպտաց, ասաց, որ այո, կարող է։ Եվ ավելին, որ ինքը շատ կուզենար նա սովորել նրանից։ Այսպես սկսվեց մի անհավանական բարեկամություն, կառուցված փղոսկրե ստեղների երաժշտական նոտաների վրա, երկու այնքան տարբեր աշխարհների միջ, որոնք միավորված էին երաժշտության համընդհանուր լեզվով։
Առաջին հանդիպումը տեղի ունեցավ 3 օր անց չորեքշաբթի կեսօրին։ Մարիամը Լիլիթին տարավ առանձնատուն, բայց այս անգամ նրանք մտան գլխավոր մուտքով։ Դավիթն անձամբ դիմավորեց նրանց, Մարիամը նկատեց, որ որոշ ծառայողներ հետաքրքրությամբ են նայում, բայց ոչ ոք ոչինչ չասաց։ Դավիթն այնտեղ հեղինակություն ուներ, նրա որոշումները հարգվում էին։ Երաժշտական սենյակը երկրորդ հարկում էր, փայտով երեսպատված պատերով, հին նոտաներով լի դարակներով։ Ռոյալը կենտրոնում էր, լուսավորված մեծ պատուհանից ներս թափանցող մեղմ լույսով։ Դա Ստեյնվեյ էր, բացատրեց Դավիթը, աշխարհի լավագույն դաշնամուրներից մեկը։ Պատկանել էր իր պապին, որը նույնպես երաժիշտ էր։ Լիլիթը սենյակ մտավ լայն բացված աչքերով, դանդաղ քայլելով դեպի գործիքը, կարծես սրբավայրում լիներ։ Դավիթն օգնեց նրան բարձրանալ աթոռակին, կարգավորեց բարձրությունը, նստեց նրա կողքին։ Հետո հարցրեց, թե ինչ կուզենար նվագել։ Լիլիթը մի պահ լուռ մնաց, մտածելով։ Հետո ասաց, որ ուզում է նվագել անձրի երաժշտությունը։ Դավիթը հարցրեց, թե դա ինչ է։ Լիլիթը բացատրեց, որ դա մի երաժշտություն է, որը հայրն էր ստեղծել, ոգեշնչված տան տանիքին թափվող անձրի ձայնից։ Այն պարզ էր, բայց գեղեցիկ։ Եվ հետո Լիլիթը սկսեց նվագել։ Նրա փոքրիկ մատները բնական թեթությամբ պարում էին ստեղների վրա, ստեղծելով մի մեղեդի, որն իսկապես անձրի պես էր հնչում։ Սկզբում մեղմ կաթիլներ, հետո ավելի ուժեղ, հետո նորից հանգստանալով։ Այն բանաստեղծական էր, տեսողական, հուզիչ։ Դավիթը հիացած էր։ Ոչ միայն երաժշտությամբ, այլ այն ձով, թե ինչպես էր Լիլիթը նվագում։ Ոչ մի վարանում, ոչ մի վախ սխալվելուց։ Նա պարզապես զգում էր դա թարգմանում հնչյունների։ Երբ երաժշտությունն ավարտվեց, Դավիթը ծափահարեց, անկեղծորեն տպավորված։ Հետո իր հերթն էր։ Նա նվագեց դասական մի ստեղծագործություն, Շոպեն, կատարված տեխնիկական կատարելությամբ։ Նոտաները ճշգրիտ էին, ռիթմը անթերի։ Բայց երբ ավարտեց, նայեց Լիլիթին, աղջկա դեմքին մտախոհ արտահայտություն էր։ Դավիթը հարցրեց, թե ինչպես էր։ Լիլիթը պատասխանեց երեխաներին բնորոշ դաժան ազնվությամբ։ Ասաց, որ գեղեցիկ էր, բայց տխուր էր թվում։ Դավիթը զարմացավ։ Տխուր։ Դա վալս էր, պետք է ուրախ լիներ։ Բայց Լիլիթը պնդեց։ Ասաց, որ նոտաները ճիշտ էին, բայց նրանց մեջ տխրություն էր զգում, կարծես Դավիթը երջանիկ չէր նվագելիս։ Դա ուղիղ խոցեց Դավիթին։ Դա ճիշտ էր։ Նա կատարյալ էր նվագում, բայց առանց ուրախության։ Երաժշտությունը դարձել էր պարտականություն, ոչ թե հաճույք։ Եվ 5 տարեկան երեխան դա նկատել էր րոպեների ընթացքում։ Դավիթը հարցրեց Լիլիթին, թե ինչպես կարող է այլ կերպ անել։ Աղջիկը մի փոքր մտածեց, հետո առաջարկեց, որ նա նվագի, մտածելով մի բանի մասին, որն իրեն երջանկացնում է։ Դավիթը փորձեց, բայց դա ավելի դժվար էր, քան պատկերացնում էր։ Այնքան երկար ժամանակ կենտրոնացել էր տեխնիկայի վրա, որ մոռացել էր, թե ինչպես պարզապես զգալ։ Այնուհետ Լիլիթը մի միտք ունեցավ։ Խնդրեց, որ նա իր հետ միասին նվագի, միաժամանակ նույն ռոյալի վրա։ Դավիթին սկզբում դա տարօրինակ թվաց, բայց համաձայնեց։ Նստեցին կողք կողքի, Լիլիթը սկսեց իր անձրի երաժշտությունը։ Դավիթը նրան ուղեկցեց, իմպրովիզացիա անելով, թույլ տալով, որ իրեն առաջնորդի այն, ինչ զգում էր այդ պահին, փոխանակ հետելու որևէ կանոնի կամ կառուցվածքի։ Եվ մի կախարդական բան տեղի ունեցավ։ Նրանց միասին ստեղծած երաժշտությունը տեխնիկապես անկատար էր, բայց գեղեցիկ էր։ Կենդանի էր։ Իսկական էր։ Դավիթն իր մեջ մի բան զգաց, որը տարիներ շարունակ չէր զգացել։ Մի մաքուր, գրեթե մանկական ուրախություն, պարզապես երաժշտություն ստեղծելու հաճույքից։ Երբ ավարտեցին, երկուսն էլ ժպտում էին։ Մարիամը, որը սպասում էր սենյակում, արցունքներն աչքերին էր։ Կարծես տեսնում էր, թե ինչպես է դուստրը վերագտնում իր մի մասը, որը կորած էր։ Հանդիպումները դարձան կանոնավոր։ Շաբաթը 2 անգամ Դավիթն ու Լիլիթը հանդիպում էին երաժշտական սենյակում։ Մարիամը միշտ մոտակայքում էր, երբեմն մաքրության փոքր աշխատանքներ անելով, որոնց համար Դավիթը պնդում էր առանձին վճարել, երբեմն էլ պարզապես սպասում էր, կար անելով կամ հին ամսագիր կարդալով։ Շաբաթների ընթացքում Դավիթի Լիլիթի բարեկամությունն աճեց։ Նրանք ոչ միայն միասին էին նվագում, այլ զրուցում, ծիծաղում, պատմություններով կիսվում։
Դավիթը պատմում էր իր արտոնյալ, բայց միայնակ մանկության ավալյան լինելու մշտական ճնշման, ընտանիքի սպասումների մասին։ Լիլիթը խոսում էր հոր, նրա մասին ունեցած հիշողությունների, այն մասին, թե ինչպես է երաժշտությունն իրեն նորից մոտ զգալ տալիս նրան։ Եվ կամաց-կամաց Դավիթը սկսեց փոխվել։ Նրա նվագելու ձը տարբերվեց։ Ավելի ազատ, ավելի արտահայտիչ։ Նա սկսեց սեփական երաժշտություն ստեղծել, մի բան, որը երբեք առաջ չէր արել։ Եվ Լիլիթը նույնպես փոխվում էր։ Դառնում էր ավելի վստահ, ավելի խոսուն, ավելի երջանիկ։ Երաժշտությունը վերադարձնում էր լույսն աղջկա աչքերում։ Բայց ամեն ինչ ներդաշնակ չէր։ Առանձնատան ներսում դժգոհ հայացքներ կային։ Ծառայողները ցածրաձայն խոսում էին տարօրինակ իրավիճակի մասին։ Աղքատ երեխան դաշնամուր է նվագում տերերի որդու հետ։ Դրանում մի անպատշաճ բան կար, մի բան, որը չէր տեղավորվում իրերի բնականոն կարգի մեջ։ Եվ ի վերջո, այդ շշուկները կհասնեին նրանց ականջներին, ովքեր իսկապես կարոր էին։ Հեղինե Ավալյան, ընտանիքի մայրապետը։ 60 անց մի կին, էլեգանտ, խիստ, աչքերով, որոնք կարծես գնահատում դատում էին ամեն ինչ բոլորին իր շուրջը։ Նա հանդուրժել էր որդու հանկարծակի հետաքրքրությունը ժամանակավոր աշխատողի դստեր նկատմամբ, քանի որ կարծում էր, որ դա անցողիկ բան կլինի։ Գուցե պահի տակ արված բարեգործություն։ Բայց երբ շաբաթներն անցնում էին, Դավիթը շարունակում էր ժամանակ տրամադրել այդ երեխային, Հեղինեն սկսեց անհանգստանալ։ Խնդիրը բարությունը կամ չարությունը չէր։ Հեղինեի համար դա կառուցվածքը, հիերարխիան, հասարակության մեջ յուրաքանչյուրի տեղը պահպանելու մասին էր։ Տարբեր աշխարհները խառնելը միայն խնդիրներ էր բերում։ Եվ նա ծրագրեր ուներ որդու համար։ Ծրագրեր, որոնք ներառում էին լավ համալսարան արտասահմանում, շահավետ ամուսնություն, հարգալից կարիերա։ Այդ ամենի մեջ չէր մտնում բարեկամությունը մի աղքատ աղջկա հետ, որը դաշնամուր էր նվագում առանց պաշտոնական կրթության։ Բայց առայժմ Հեղինեն լուռ դիտում էր։ Հաշվարկում։ Սպասում միջամտելու ճիշտ պահին։ Եվ մինչ այդ երաժշտական սենյակում Դավիթն ու Լիլիթը շարունակում էին ստեղծել իրենց սեփական սիմֆոնիան, բոլորովին անտեղյակ հորիզոնում ձավորվող փոթորկից։ Գլուխ 3. Խախտված լռություն։ Երաժշտական սենյակում այդ առաջին հանդիպումից 2 ամիս էր անցել, աշունն իր առաջին նշաններն էր տալիս երանում։ Ցերեկներն ավելի կարճ էին դառնում, օդն ավելի զով, կենտրոնի ծառերն սկսում էին իրենց ոսկեգույն տերները թափել անթերի մայթերին։ Լիլիթի համար այդ 2 ամիսներն ամենաերջանիկն էին հորը կորցնելուց հետո։ Երաժշտությունը վերադարձել էր նրա կյանք, դրա հետ մի ուրախություն, որը Մարիամը կարծում էր, թե այլս երբեք չի տեսնի դստեր մոտ։ Դավիթի հետ հանդիպումները շարունակվում էին շաբաթը 2 անգամ, միշտ չորեքշաբթի ուրբաթ օրերին։ Նրանք իրենց սեփական առօրյան էին մշակել։ Լիլիթը գալիս էր, վազելով բարձրանում աստիճաններով դեպի երաժշտական սենյակ, Դավիթն արդեն այնտեղ սպասում էր, բաց ռոյալով երբեմն պատրաստած անակնկալով։ Դա կարող էր լինել նոր նոտաներ, որոնք նա ուզում էր, որ Լիլիթը լսի, կամ ներմուծված շոկոլադ, որը հատուկ նրա համար էր գնել։ Փոքրիկ ժեստեր, որոնք ցույց էին տալիս, թե որքան կարևոր էր դարձել այդ բարեկամությունը նրա համար։ Դավիթը ոչ միայն ուսուցիչ էր, թե Լիլիթին սովորեցնում էր գամմաներ, ակորդներ, ռիթմ, խաղային զվարճալի ձով։ Նա ընկեր էր, գուցե նույնիսկ հորը փոխարինող կերպար, թե նրանցից ոչ ոք դա երբեք բարձրաձայն չէր խոստովանի։ Նրանք ամեն ինչի մասին էին խոսում։ Դավիթը պատմում էր կառավարման ֆակուլտետի իր դասերի մասին, որոնց հաճախում էր ավելի շատ պարտականությունից դրդված, քան ցանկությամբ, ձանձրալի խնջույքների մասին, որոնց ստիպված էր մասնակցել, ավալյան լինելու մշտական ճնշման մասին։ Լիլիթն իր հերթին խոսում էր դպրոցի, ընկերուհիների, իր սիրած նկարների հոր մասին ունեցած ավելի ու ավելի հստակ հիշողությունների մասին։ Հենց Լիլիթի գաղափարն էր միասին երգ ստեղծելը։ Իսկական երգ, որը հատուկ իրենց կողմից էր ստեղծված։ Դավիթին գաղափարը հիանալի թվաց։ Շաբաթներ շարունակ նրանք աշխատեցին դրա վրա։ Լիլիթը ստեղծում էր հիմնական մեղեդիները, հիմնվելով իր գլխում ունեցած զգացմունքների պատկերների վրա։ Դավիթը կառուցվածք էր տալիս, ավելացնում ներդաշնակություններ, հատվածները վերածում ամբողջականի։ Արդյունքը մի գեղեցիկ ստեղծագործություն էր, որը նրանք անվանեցին հույսի մեղեդի։ Այն նորից սկսելու, խավարից հետո լույս գտնելու, անսպասելիորեն ծնվող անհավանական բարեկամությունների մասին էր։ Մարիամը դիտում էր այս ամենը երախտագիտության անհանգստության խառնուրդով։
Երախտագիտություն, որովհետ Լիլիթը ծաղկում էր, որովհետ աղջիկը նորից ժպտում էր, որովհետ անհամբերությամբ սպասելու բան ուներ։ Բայց նա անհանգստություն, որովհետ այս ամենը չափազանց լավ էր թվում, իրական լինելու համար։ Իրենց նման մարդիկ չէին խառնվում Ավալյանների նման մարդկանց հետ։ Ոչ երկարաժամկետ հեռանկարում։ Վաղ թե ուշ, իրականությունը կթակեր նրանց դուռը։ Եվ այն թակեց։ Դա ուրբաթ օր էր, հոկտեմբերի վերջին։ Մարիամը խոհանոցում օգնում էր ընթրիքի պատրաստմանը, երբ Ալվարդը մոտեցավ լուրջ դեմքով։ Ասաց, որ տիկին Հեղինեն ուզում է խոսել նրա հետ։ Անմիջապես։ Գլխավոր գրասենյակում։ Մարիամի սիրտը բաբախեց։ Այդ 2 ամիսների ընթացքում նա Հեղինեին տեսել էր միայն հեռվից։ Մայրապետը հազվադեպ էր շրջում այն տարածքներում, որտեղ աշխատում էին ծառայողները, նախընտրելով մնալ վերին հարկերում կամ տնից դուրս իր հասարակական հանդիպումներին։ Բայց Մարիամը գիտեր, թե ով է նա։ Բոլորը գիտեին։ Հեղինեն այդ ընտանիքի սիրտն ու ուղեղն էր, այն մարդը, որն իսկապես կայացնում էր կարևոր որոշումները։ Մարիամը դողացող ոտքերով բարձրացավ աստիճաններով, զգալով, որ շատ վատ բան է տեղի ունենալու։ Հեղինեի գրասենյակը առաջին հարկում էր, մուգ փայտե կահույքով, 5 գրքերով լի դարակներով հսկայական սեղանով, որի վրա նա աշխատում էր։ Հենց Հեղինեն նստած էր սեղանի հետում, ձեռքերը խաչած փաստաթղթերի թղթապանակի վրա, սառը հաշվարկող աչքերը հառած Մարիամին։ Նա ժամանակ չկորցրեց քաղաքավարության վրա։ Զուսպ, բայց հաստատուն ձայնով Հեղինեն անմիջապես անցավ գործին։ Ասաց, որ չափազանց երկար է հանդուրժել այս իրավիճակը։ Որ իր համբերությունը սահմաններ ունի։ Որ բացարձակապես անպատշաճ է, որ իր որդին, լավ ընտանիքից մի երիտասարդ, որին փայլուն ապագա է սպասվում, այդքան շատ ժամանակ անցկացնի ժամանակավոր աշխատողի դստեր հետ։ Մարիամը փորձեց պաշտպանվել, ասաց, որ ամեն ինչ անմեղ է, որ դա ընդամենը երաժշտության մասին է, որ Լիլիթը ոչ մի խնդիր չի ստեղծում։ Բայց Հեղինեն ընդհատեց նրան ձեռքի շարժումով։ Խնդիրն այն չէր, որ աղջիկը խնդիրներ էր ստեղծում, սառնորեն բացատրեց նա։ Խնդիրն իրերն իրենց տեղերում պահելն էր։ Խնդիրն այն էր, որ Դավիթը չստեղծեր անպատշաճ կապեր, որոնք կարող էին շփոթեցնել բոլոր ներգրավվածների սպասումները։ Այնուհետ Հեղինեն հստակեցրեց իր որոշումը։ Մարիամի ծառայություններն այլս անհրաժեշտ չէին։ Նրան կվճարեին աշխատած շաբաթների համար, փոքրիկ հավելավճարով, նա պետք է անմիջապես լքեր տունը։ Եվ ակնհայտորեն, Լիլիթը նույնպես այլս չպետք է վերադառնար։ Երաժշտական սենյակում հանդիպումներն ավարտված էին։ Մարիամը զգաց, թե ինչպես է գետինը փախչում ոտքերի տակից։ Փորձեց վիճել, աղաչեց մեկ հնարավորություն տալ, ասաց, որ այդ աշխատանքն իրեն պետք է։ Բայց Հեղինեն անդրդվելի էր։ Ասաց, որ արդեն որոշումը կայացրել է, բանակցությունների տեղ չկա։ Կանչեց անվտանգության աշխատակիցներից մեկին, Մարիամին մինչ ելք ուղեկցելու։ Մարիամը ցնցված իջավ աստիճաններով, դողացող ոտքերով զսպված արցունքներից այրվող աչքերով։ Վերցրեց իրեն խոհանոցից, մինչ մյուս աշխատակիցները նայում էին խղճահարությամբ կամ հետաքրքրությամբ։ Հետո հիշեց Լիլիթին։ Աղջիկը երաժշտական սենյակում էր Դավիթի հետ, բոլորովին անտեղյակ նոր տեղի ունեցածից։ Վազելով բարձրացավ այնտեղ առանց թակելու բացեց դուռը։ Դավիթն ու Լիլիթը նստած էին ռոյալի մոտ, նվագելով հույսի մեղեդին, ծիծաղելով Լիլիթի ասած ինչ-որ բանի վրա։ Երբ տեսան Մարիամի դեմքի արտահայտությունը, երաժշտությունը կտրուկ դադարեց։ Մարիամը փորձեց զսպել իրեն, բայց ձայնը դողաց, երբ ասաց, որ պետք է գնան։ Հիմա։ Լիլիթը հարցրեց, ինչու, բայց Մարիամը պարզապես բռնեց դստեր ձեռքը սկսեց քաշել։ Դավիթը վեր կացավ, շփոթված, հարցնելով, թե ինչ է կատարվում։ Մարիամը արցունքների միջով փորձեց բացատրել, որ այլս չեն կարող վերադառնալ, որ իրեն աշխատանքից հեռացրել են, որ սա պետք է ավարտվի։ Դավիթը մի պահ քարացավ, հետո վազելով դուրս եկավ երաժշտական սենյակից։ Մարիամը լսեց նրա ձայնը, որն արձագանքում էր միջանցքում, կանչելով մորը։ Բայց նա չսպասեց տեսնելու, թե ինչ կլինի։ Իջավ աստիճաններով Լիլիթի հետ, որն այժմ նույնպես լաց էր լինում, լավ չհասկանալով, թե ինչ սխալ է արել։ Դուրս եկան ծառայողական մուտքից քայլեցին դեպի կանգառ։ Լիլիթը մեղմորեն լաց էր լինում, հարցնելով, թե կարող է գոնե հրաժեշտ տալ Դավիթին, թե կարող ես մեկ անգամ վերադառնալ դաշնամուր նվագելու։ Յուրաքանչյուր հարց դանակի պես խոցում էր Մարիամի սիրտը։
Նա ամուր գրկեց դստերը միասին լաց եղան, խոստանալով, որ ամեն ինչ լավ կլինի, թե գիտեր, որ դա սուտ է։ Առանձնատան ներսում Դավիթը վիճում էր մոր հետ։ Դա նրանց ունեցած ամենավատ վեճերից մեկն էր։ Նա գոռաց, կյանքում առաջին անգամ գոռաց Հեղինեի վրա, ասելով, որ նա իրավունք չուներ դա անելու։ Որ Լիլիթն ընդամենը երեխա է, որ երաժշտությունը կարող է նրա համար, որ դա դաժան անարդար է։ Հեղինեն հանգստություն պահպանեց, ինչպես միշտ։ Ասաց, որ մի օր նա կհասկանա, որ դա անում է իր լավի համար, որ նա կշնորհակալ լինի, երբ մեծանա։ Դավիթն ասաց, որ ատում են նրան։ Ասաց, որ նա սառն է, անզգա, որ նրան միայն արտաքին տեսքն ու սոցիալական կարգավիճակն են հետաքրքրում։ Հեղինեն նույնիսկ չցնցվեց։ Ասաց, որ նա դրամատիկացնում է, որ դա կանցնի, որ նա շուտով կմոռանա այդ աղջկան կշարունակի իր կյանքը։ Դավիթը դուռը շրխկացնելով դուրս եկավ գրասենյակից փակվեց իր սենյակում, հրաժարվելով ընտրել կամ որևէ մեկի հետ խոսել։ Հաջորդ օրերին Դավիթը փորձեց կապ հաստատել Մարիամի հետ։ Նրա հեռախոսահամարը խնդրեց որոշ աշխատակիցներից, բայց ոչ ոք չգիտեր կամ չցանկացավ ասել։ Փորձեց հարցնել Ալվարդին, բայց վերահսկիչն ասաց, որ այդ տեղեկությունը չունի։ Դավիթը հասկացավ, որ նրանք միտումնավոր դժվարացնում են գործը։ Մայրը հրամաններ էր տվել։ Նա մտածեց մասնավոր խուզարկու վարձելու մասին, բայց այն ամենը, ինչ ուներ, ընտանիքից էր գալիս։ Նրա կրեդիտ քարտն ծնողների անունով էր, մեքենան, նրանց նվերը։ Նա իրական ֆինանսական անկախություն չուներ։ Կյանքում առաջին անգամ Դավիթն իրեն զգաց սեփական հարստության գերին։ Մինչդեռ Մարիամի Լիլիթի կյանքը վերադարձավ դաժան իրականություն։ Առանց առանձնատան աշխատանքի Մարիամը ստիպված էր նորից ընդունել պատահական աշխատանքներ, վատ վարձատրվող ոչ մի անվտանգություն չառաջարկող գործեր։ Լվացք էր անում հարանների համար, տներ մաքրում, քաղցրավենիք պատրաստում վաճառելու համար։ Ամեն ինչ, հաշիվները վճարելու սեղանին ուտելիք դնելու համար։ Լիլիթը փոխվեց։ Այն լույսը, որը վերադարձել էր նրա աչքերին այդ 2 ամիսների ընթացքում, նորից սկսեց մարել։ Նա չէր խոսում Դավիթի մասին, չէր հարցնում, թե երբ են նորից հանդիպելու։ Կարծես հասկացել էր իր մանկական, բայց խորը ձով, որ դա իսկապես ավարտվել է։ Որ որոշ դռներ, երբ փակվում են, այլևս չեն բացվում։ Բայց երաժշտությունը նրան չլքեց։ Լիլիթը սկսեց անել մի բան, որը կոտրեց Մարիամի սիրտը։ Այն օրերին, երբ դպրոց չուներ, աղջիկը գունավոր կավիճի կտորներ կամ ճյուղեր էր վերցնում իրենց տան դիմացի մայթի վրա, դաշնամուրի ստեղներ էր նկարում։ Նստում էր այնտեղ, մատները դնում երակայական ստեղների վրա ծածնում, թե նվագում է։ Փակում էր աչքերը, շարժում ձեռքերը, կարծես նվագում էր հույսի մեղեդին, այն երգը, որը նա Դավիթը միասին էին ստեղծել։ Հարանները խղճահարությամբ էին նայում։ Որոշ երեխաներ ծիծաղում էին, դա տարօրինակ համարելով։ Բայց Լիլիթին դա չէր հետաքրքրում։ Դա նրա ձն էր, կենդանի պահելու երաժշտությունը, կենդանի պահելու այն հիշողությունը, թե ինչ էին եղել կենտրոնի առանձնատան այդ 2 կախարդական ամիսները։ Հենց այդպես Դավիթը գտավ նրան։ 3 շաբաթ էր անցել Մարիամի աշխատանքից ազատվելուց։ 3 շաբաթ հիասթափություն, փակ դռներ, գոյություն չունեցող հեռախոսահամարներ։ Դավիթը գրեթե հանձնվում էր, երբ մի միտք ծագեց։ Հիշեց, որ մի անգամ երաժշտական սենյակում զրույցի ժամանակ Լիլիթը նշել էր իր դպրոցի անունը։ Դա փոքրիկ հանրակրթական դպրոց էր, քաղաքի հարավային մասում։ Եթե նա գնար այնտեղ, գուցե կարողանար պարզել, թե որտեղ է ապրում Լիլիթը։ Հենց այդպես էլ արեց։ Բաց թողեց համալսարանի դասերը, վերցրեց մեքենան, գնաց դպրոց։ Խոսեց քարտուղարության հետ, մի պատմություն հորինեց, թե իբր երաժշտության ուսուցիչ է, որն ուզում է կապ հաստատել ընտանիքի հետ, անվճար դասեր առաջարկելու համար։ Որոշ ժամանակ պահանջվեց, դիմադրություն եղավ գաղտնիության հարցերի պատճառով, բայց ի վերջո նա հասցե ստացավ։ Երբ հասավ այն փողոց, որտեղ ապրում էր Լիլիթը, կենտրոնի հետ հակադրությունն ավելի մեծ լինել չէր կարող։ Փոքրիկ իրար կպած տներ, որոշ հատվածներում առանց ասֆալտի փողոցներ, մայթերին կայանված հին մեքենաներ։ Բայց Դավիթն այնտեղ դատելու համար չէր։ Նա այնտեղ էր Լիլիթի համար։ Կայանեց մեքենան, սկսեց քայլել փողոցով, փնտրելով իր գրառած համարը։ Հենց այդ ժամանակ տեսավ նրան։ Լիլիթը նստած էր մայթին, հենց այնպես, ինչպես անում էր ամեն օր։ Սպիտակ կավիճով գետնին դաշնամուր էր նկարել, ստեղները կատարյալ դասավորված, որոշները գունավորված, ցույց տալու համար, թե որտեղ են սկսվում օկտավաները։
Նա մեջքով դեպի փողոցն էր կենտրոնացած, մատները շարժվում էին գետնի վրա, կարծես իսկապես նվագում էին։ Դավիթը կանգնեց տեղում, զգալով, թե ինչպես է հսկայական հուզմունքը խեղդում կոկորդը։ Դա ամենաթխուր, ամենագեղեցիկ տեսարաններից մեկն էր, որ երբե տեսել էր։ Այնտեղ մի աղջիկ էր, որն այնքան էր սիրում երաժշտությունը, որ գետնին դաշնամուրներ էր նկարում, որպեսզի կարողանա շարունակել նվագել, որպեսզի կենդանի պահի մի գիրք, որն աշխարհը համառորեն փորձում էր խլել նրանից։ Նա դանդաղ մոտեցավ, առանց աղմուկի։ Երբ բավականաչափ մոտեցավ, տեսավ, որ Լիլիթը ցածրաձայն երգում է։ Դա հույսի մեղեդին էր։ Նա չէր մոռացել։ Ոչ մի նոտա։ Դավիթը նստեց նրա կողքին մայթին։ Լիլիթին մի քանի վայրկյան պետք եղավ, նկատելու, որ ինչ-որ մեկը կա այնտեղ։ Երբ շրջեց դեմքը, տեսավ, թե ով է, աչքերը լայն բացվեցին զարմանքից, ուրախությունից։ Մի պահ թվաց, թե ուրախությունից կգոռա, բայց հետո արտահայտությունը փոխվեց։ Լրջացավ, գրեթե տխրեց, կարծես հիշեց, որ այդ հանդիպումը չպետք է տեղի ունենար։ Դավիթը սկզբում ոչինչ չասաց։ Պարզապես նայեց գետնին նկարված դաշնամուրին, փոքրիկ քարերին, որոնք Լիլիթը դրել էր կողքին, նշելու, թե որտեղ պետք է լինեն իր ձեռքերը։ Հնարամիտ էր։ Ստեղծագործական։ Հուսահատեցնող։ Նա հարցրեց, թե արդյոք նա դեռ հիշում է այն երգերը, որոնք միասին էին նվագել։ Լիլիթը գլխով արեց, ամաչկոտ։ Դավիթն ասաց, որ ինքը նույնպես հիշում է բոլորը, որ չի կարողանում դադարել մտածել երաժշտական սենյակի ցերեկների, ծիծաղի, զրույցների, միասին ստեղծած երաժշտության մասին։ Լիլիթը հարցրեց, փոքրիկ ձայնով, թե արդյոք նա բարկացած է իր վրա։ Արդյոք ինքը սխալ բան է արել։ Դավիթը զգաց, թե ինչպես է սիրտը կոտրվում։ Բռնեց աղջկա ձեռքը, ասաց, որ ոչ, որ նա ոչ մի սխալ բան չի արել։ Որ սխալն ուրիշ մարդկանցն է, մի աշխարհի, որը համառորեն պնդում է իրերը առանձին պահել, երբ դրանք պետք է միասին լինեն։ Այնուհետ նա խոստում տվեց։ Նայեց Լիլիթի աչքերին, խոստացավ, որ սա չի ավարտվել։ Որ ինքը միծ կգտնի, որպեսզի ամեն ինչ նորից լինի այնպես, ինչպես առաջ։ Որ նրա երաժշտությունը, նրա տաղանդը, նրա գիրքը չեն մեռնի այստեղ, կավիճով նկարված մայթի գետնին։ Լիլիթը հարցրեց, ինչպես։ Դավիթը դեռ պատասխան չուներ, բայց գիտեր, որ պետք է ունենա։ Չէր կարող պարզապես թույլ տալ, որ դա տեղի ունենա։ Չէր կարող թույլ տալ, որ իր մայրը, իր հնացած արժեքներով սոցիալական հիերարխիայի հանդեպ կապվածությամբ, ոչնչացնի այդքան մաքուր գեղեցիկ մի բան։ Մարիամը մի քանի րոպե անց հայտնվեց տան դռան մոտ, վերադառնալով խանութից ծանր տոպրակներով։ Երբ տեսավ Դավիթին Լիլիթի հետ մայթին նստած, քիչ մնաց ամեն ինչ գցեր։ Վազեց նրանց մոտ, վախեցած, հարցնելով, թե ինչ է կատարվում, արդյոք խնդիր կա։ Դավիթը վեր կացավ, հանգստություն խնդրեց։ Ասաց, որ պարզապես ուզում է խոսել, որ կարևոր բան ունի ասելու։ Մարիամը վարանեց, բայց թույլ տվեց նրան ներս մտնել։ Լիլիթը նույնպես վազեց ներս, հանկարծակի նորից էներգիայով լցված։ Պարզ, բայց մաքուր տան ներսում Դավիթը բացատրեց, թե ինչ է մտածում։ Ասաց, որ ուզում է օգնել Լիլիթին շարունակել երաժշտություն սովորել։ Որ ուզում է վճարել մասնավոր դասերի, էլեկտրական դաշնամուրի համար, որպեսզի նա կարողանա տանը պարապել այն ամենի համար, ինչ նրան պետք կլինի։ Ասաց, որ դա կանի իր ընտանիքի հավանությամբ կամ առանց դրա, որ միջոց կգտնի սեփական ռեսուրսներ ունենալու։ Մարիամը չգիտեր ինչ ասել։ Մի կողմից ուզում էր անմիջապես ընդունել, որովհետև գիտեր, թե դա որքան կնշանակեր Լիլիթի համար։ Բայց մյուս կողմից վախենում էր։ Վախենում էր հույսեր ստեղծելուց, որոնք կարող էին նորից փշրվել, վախենում էր պարտք մնալուց մի բանի համար, որը երբեք չէր կարողանա վճարել, վախենում էր հայտնվելու մի իրավիճակում, որը լիովին չէր հասկանում։ Դավիթը նկատեց վարանումը։ Ասաց, որ հասկանում է նրա վախը, բայց որ ինքը պետք է դա անի։ Ոչ միայն Լիլիթի, այլ իր համար։ Որովհետև այդ աղջիկը նրան սովորեցրել էր մի հիմնարար բան երաժշտության, գրքի, այն մասին, թե ինչն է իսկապես կարևոր կյանքում։ Եվ նա չէր կարող պարզապես շրջվել ծածնել, թե ոչինչ տեղի չի ունեցել։ Մարիամը նայեց Լիլիթին, որը նստած էր բազմոցի եզրին, հույսով փայլող աչքերով։ Նայեց պատուհանից դեռ տեսանելի կավիճով նկարված դաշնամուրին։ Նայեց Դավիթին, նրա դեմքի անկեղծությանը, վճռականությանը։ Եվ ասաց. այո։
Ասաց այո, որովհետև երբեմն, երբ ճակատագիրը երկրորդ հնարավորություն է տալիս, պետք է խիզախություն ունենալ այն ընդունելու։ Նույնիսկ վախով, նույնիսկ անորոշությամբ, նույնիսկ իմանալով, որ առջում ճանապարհը դժվար կլինի։ Դավիթը ժպտաց, Լիլիթը ցատկեց ուրախությունից, Մարիամը զգաց, թե ինչպես է զգուշավոր հույսը ծաղկում կրծքում։ Գուցե, միայն գուցե, այս պատմությունը դեռ չէր ավարտվել։ Գուցե Մեղեդին պարզապես դադար էր առնում, պատրաստվելով վերադառնալ ավելի ուժեղ։ Գլուխ 4. Վերջին սիմֆոնիան։ Դավիթի Լիլիթի վերամիավորումից հետո ամիսները բոլոր ներգրավվածների համար խորը փոփոխությունների շրջան էին։ Դավիթը չէր ստել, երբ ասել էր, որ օգնելու միջոց կգտնի, բայց իրականությունն ավելի դժվար էր, քան նա պատկերացնում էր։ Խնդիրը միայն փողը չէր, այլ անկախությունը, այն ոսկե շղթաները կոտրելը, որոնք նրան կապում էին Ավալյանների ընտանիքին։ Առաջին բանը, որ Դավիթն արեց, հոր հետ խոսելն էր։ Մինչ այդ նա խուսափում էր Արամին ներգրավել Լիլիթի մասին քննարկումներում, կենտրոնանալով միայն Հեղինեի հետ պայքարի վրա։ Բայց հիմա նրան իրական օգնություն էր պետք, հայրը ընտանիքում միակ մարդն էր, որը գուցե կարողանար հասկանալ։ Արամն ավելի մեղմ մարդ էր, քան կինը, ավելի քիչ էր մտահոգված արտաքին տեսքով, ավելի շատ կենտրոնացած ընտանեկան բիզնեսի վրա։ Նա Դավիթը երբեք մտերիմ չէին եղել, բայց նրանց միջ փոխադարձ հարգանք կար։ Նոյեմբերյան մի օր Դավիթը խնդրեց խոսել հոր հետ նրա գրասենյակում։ Արամը պայմանագրեր էր վերանայում, երբ որդին ներս մտավ, տղայի արտահայտությունից անմիջապես հասկացավ, որ դա լուրջ է։ Դավիթը ժամանակ չկորցրեց։ Պատմեց ամեն ինչ սկզբից, ծննդյան խնջույքի օրվանից մինչ մայթին տեղի ունեցած վերամիավորումը։ Խոսեց Լիլիթի մասին այնպիսի կրքով, որը Արամը տարիներ շարունակ չէր տեսել որդու մոտ, գուցե երբեք չէր տեսել։ Բացատրեց, որ ուզում է օգնել աղջկան, որ զգում է, թե դա իր պարտքն է, որ դա չափազանց կարևոր է դարձել անտեսելու համար։ Արամը լուռ լսում էր, մատները խաչած սեղանի վրա։ Երբ Դավիթն ավարտեց, երկար լռություն տիրեց։ Հետո, ի զարմանս որդու, Արամը չպայթեց։ Չգոռաց, դա անհեթեթություն չանվանեց։ Պարզապես հոգնած հոգոց հանեց, ասաց, որ հասկանում է։ Ասաց, որ Հեղինեն դժվար կին է, որ նույնիսկ ինքը երբեմն խեղդվում է նրա սահմանած խիստ կանոններից։ Բայց մինույն ժամանակ նա դա անում է, որովհետև սիրում է ընտանիքը, որովհետև ուզում է պաշտպանել նրանց մի աշխարհից, որը նա սպառնալից է համարում։ Դավիթը վիճեց, որ Լիլիթը սպառնալիք չէ, որ նա ընդամենը արտասովոր տաղանդով երեխա է, որը հնարավորության է արժանի։ Արամը համաձայնեց, բայց զգուշացրեց, որ Հեղինեն երբեք հեշտությամբ դա չի ընդունի։ Որ եթե Դավիթն իսկապես ուզում է օգնել Լիլիթին, պետք է դա անի անկախ, առանց ուղղակիորեն օգտագործելու ընտանիքի անունը կամ փողը։ Հենց այդ ժամանակ Արամն առաջարկ արեց։ Ասաց, որ հին ներդրումային հիմնադրամ ունի, մի բան, որը ստեղծել էր Դավիթի պապը, որը Դավիթի անունով էր նրա 18 տարին լրանալուց ի վեր։ Դա զգալի հիմնադրամ էր, բայց միշտ կառավարվել էր ընտանիքի իրավաբանների կողմից, Դավիթը երբեք ուշադրություն չէր դարձրել։ Արամն ասաց, որ կարող է Դավիթին ուղղակի մուտք տրամադրել այդ գումարին, թույլ տալով նրան անել այն, ինչ ճիշտ է համարում։ Դա տեխնիկապես իր փողը կլիներ, այնպես որ Հեղինեն ոչինչ չէր կարող ասել։ Բայց մի պայման կար։ Դավիթը պետք է իրական պատասխանատվություն ստանձներ։ Դա չէր կարող լինել պարզապես գեղեցիկ իմպուլսիվ ժեստ։ Եթե օգնելու էր Լիլիթին, պետք է դա ճիշտ աներ, պլանավորմամբ, երկարաժամկետ պարտավորությամբ։ Եվ ամենակարևորը, պետք է սկսեր պատրաստվել ընտանեկան բիզնեսում իր տեղը զբաղեցնելուն։ Պարտադիր չէր հրաժարվել երաժշտությունից, բայց պետք է ցույց տար, որ ինքը լուրջ որոշումներ կայացնելու ունակ չափահաս տղամարդ է։ Դավիթը համաձայնեց։ Կյանքում առաջին անգամ ընդունեց այն պարտականությունները, որոնք միշտ մերժել էր։ Սկսեց հաճախել ընկերության ժողովներին, ուսումնասիրել ֆինանսական հաշվետվություններ, հասկանալ, թե ինչպես է իրականում աշխատում Ավալյանների կայսրությունը։ Ձանձրալի էր, հոգնեցուցիչ, բայց անհրաժեշտ։ Եվ ի զարմանս իրեն, հայտնաբերեց, որ լիովին անընդունակ չէ։ Դրա համար խելք ուներ, պարզապես երբեք բավականաչափ չէր հետաքրքրվել փորձելու համար։ Մինույն ժամանակ նա օգտագործեց հիմնադրամի գումարը Լիլիթի համար դաշնամուրի մասնավոր ուսուցչուհի վարձելու։ Գտավ ուսուցչուհի Բելլային, 50 անց մի կին, որը պրոֆեսիոնալ դաշնակահարուհի էր եղել, այժմ տանը դասեր էր տալիս։ Բելլան պահանջկոտ էր, բայց քնքուշ, տեխնիկապես գրագետ, բայց զգայուն։
Երբ Դավիթը Լիլիթին տարավ առաջին դասին բացատրեց աղջկա պատմությունը, Բելլան անմիջապես հիացավ։ Ասաց, որ հազվադեպ է հանդիպում իսկական բնատուր տաղանդ, որ կանի իր լավագույնը, այն կատարելագործելու, առանց ոչնչացնելու այն էությունը, որը դարձնում է այն յուրահատուկ։ Դավիթը նա որակյալ թվային դաշնամուր գնեց Մարիամի տան համար։ Դա ռոյալ չէր, բայց անհամեմատ ավելի լավ էր, քան նրանց ունեցած հին ու կոտրված ստեղնաշարը։ Երբ առաքիչները գործիքը տեղադրեցին տան փոքրիկ հյուրասենյակում, Լիլիթը ուրախությունից լաց եղավ։ Մարիամը նույնպես լաց եղավ, բայց նրա արցունքներն ավելի բարդ էին։ Երախտագիտություն, վախ, հույս, ամեն ինչ խառնված մի հուզմունքի մեջ, որի անունը չգիտեր։ Դավիթը ամսական ֆոնդ սահմանեց Մարիամի ծախսերը հոգալու համար, թույլ տալով նրան վատ աշխատանքներ չընդունել միայն գոյատելու համար։ Շատ չէր, բայց բավարար էր արժանապատվություն, ընտրության հնարավորություն տալու համար։ Մարիամը սկզբում բողոքեց, ասաց, որ չի կարող ողորմություն ընդունել, բայց Դավիթը պնդեց, որ դա ողորմություն չէ։ Դա ներդրում է։ Ներդրում Լիլիթի տաղանդի, նրա ապագայի այն երաժշտության մեջ, որը նա դեռ կբերի աշխարհին։ Ուսուցչուհի Բելլայի հետ դասերը սկսվեցին շաբաթը 3 անգամ։ Լիլիթն ամեն ինչ կլանում էր սպունգի պես։ Սովորում էր երաժշտության տեսություն, տեխնիկա, երաժշտության պատմություն։ Բայց Բելլան բավականաչափ իմաստություն ուներ, չխեղդելու աղջկա բնական ստեղծագործականությունը։ Նա տեխնիկական վարժությունները փոխարինում էր ազատ իմպրովիզացիայի պահերով, սովորեցնում էր դասական ստեղծագործություններ, բայց նա խրախուսում Լիլիթին ստեղծել սեփական մեղեդիները։ Դավիթը դեռ երբեմն այցելում էր, բայց հիմա պետք է ավելի զուսպ լիներ։ Հեղինեն հստակեցրել էր, որ նա կարող է անել այն, ինչ ուզում է իր սեփական փողով, բայց չէր ուզում, որ այդ իրավիճակը բացահայտ քննարկվի հասարակության մեջ։ Դա մի տեսակ լուռ համաձայնություն էր։ Դավիթը կարող էր օգնել Լիլիթին, քանի դեռ որոշակի հեռավորություն էր պահպանում, գոնե հրապարակայնորեն։ Բայց Դավիթն այլ ծրագրեր ուներ։ Ծրագրեր, որոնք սկսեցին ձևավորվել, երբ եկավ դեկտեմբերը, դրա հետ տարեվերջյան տոների շրջանը։ Ավալյանների ընտանիքը միշտ մեծ ամանորյա միջոցառում էր կազմակերպում առանձնատանը։ Դա ավանդույթ էր, մի բան, որ տեղի էր ունենում սերունդներ շարունակ։ Հրավիրում էին երանյան բարձրաշխարհիկ հասարակության սերուցքին, քաղաքական գործիչների, գործարարների, հայտնի արվեստագետների։ Դա շքեղության, ցուցադրվելու, տեսնվելու, կարևոր կապեր պահպանելու գիշեր էր։ Եվ այս տարին բացառություն չէր լինելու։ Կամ գոնե, այդպես էր մտածում Հեղինեն։ Դավիթը շաբաթներ շարունակ պլանավորում էր։ Խոսեց Լիլիթի հետ իր գաղափարի մասին, աղջիկը միաժամանակ ոգորվեց, սարսափեց։ Դա ռիսկային կլիներ, համարձակ, կարող էր շատ վատ ավարտվել։ Բայց կարող էր նա կատարյալ լինել։ Դավիթին պարզապես խիզախություն էր պետք, այն իրականացնելու։ Խիզախությունը եկավ ուսուցչուհի Բելլայի հետ զրույցի ժամանակ։ Նա այցելել էր Լիլիթին դասի ժամանակ, դիտում էր, թե ինչպես է նա նվագում ամիսներ առաջ միասին ստեղծած ստեղծագործություններից մեկը։ Ուսուցչուհին գրեթե պատահական մեկնաբանեց, որ Լիլիթն ունի այնպիսի տաղանդ, որը գալիս է յուրաքանչյուր սերնդին մեկ անգամ։ Որ հանցագործություն կլիներ թույլ տալ, որ դա վատնվի, թաքցվի, գաղտնի պահվի, կարծես ամոթալի բան լիներ։ Դավիթը համաձայնեց։ Եվ որոշեց, որ ժամանակն է դադարել թաքնվել։ Ամանորից 3 օր առաջ Դավիթը գնաց մոր սենյակ։ Հեղինեն պատրաստվում էր դուրս գալ, զարդեր էր ընտրում բարեգործական ընթրիքի համար։ Երբ տեսավ որդուն ներս մտնելիս, դեմքը փակվեց։ Նրանք գրեթե չէին խոսել վերջին ամիսներին, պահպանելով սառը հեռավոր հարաբերություններ։ Դավիթն ասաց, որ ուզում է երաժշտական կատարում ունենալ ամանորի խնջույքին։ Հեղինեն պատասխանեց, որ այո, դա արդեն պլանավորված է, որ նա դաշնամուր կնվագի, ինչպես միշտ։ Բայց Դավիթը գլուխը թափահարեց։ Ասաց, որ միայն ինքը չի լինելու։ Որ ուզում է ինչ-որ մեկին հրավիրել միասին նվագելու։ Հեղինեն արդեն գիտեր։ Որդու խոսելուցից, նրա ձայնի վճռականությունից, նա արդեն գիտեր։ Հարցրեց, սառցե ձայնով, թե արդյոք նա խոսում է այն աղջկա մասին։ Դավիթը հաստատեց։ Ասաց, որ Լիլիթը վերջին ամիսներին բացառիկ դաշնակահարուհի է դարձել, որ սովորել է Երանի լավագույն ուսուցիչներից մեկի մոտ, որ նրա մեջ յուրահատուկ մի բան կա, որը մարդիկ պետք է տեսնեն։ Հեղինեն ասաց, ոչ։ Ասաց, որ դա բոլորովին անպատշաճ է, որ խնջույքի հյուրերն այնտեղ բարեգործություն դիտելու համար չեն, որ դա կխայտառակի ընտանիքի հեղինակությունը։ Դավիթը հանգստություն պահպանեց։
ասաց, որ թույլտվություն չի խնդրում։ Պարզապես տեղեկացնում է, որ դա անելու է ամեն դեպքում, իր հավանությամբ կամ առանց դրա։ Եվ որ եթե նա ուզում է խուսափել անհարմար տեսարանից, ավելի լավ է շնորհքով ընդունի։ Դա առաջին անգամն էր, որ Դավիթն այդպես խոսեց մոր հետ։ Հաստատակամ, վճռական, առանց վախի։ Հեղինեն երկար լուռ մնաց, գնահատելով որդուն այդ հաշվարկող աչքերով։ Հետո ասաց, որ նա սխալ է գործում, որ դա հետանքներ կունենա, բայց որ չի խանգարի նրան։ Ի վերջո, դա նա իր խնջույքն էր։ Դավիթը դուրս եկավ սենյակից, իմանալով, որ հաղթել է այդ ճակատամարտում, բայց նա իմանալով, որ պատերազմը դեռ չի ավարտվել։ Ամանորի գիշերը եկավ սառը պարզ։ Երանի երկինքը մաքուր էր, աստղերով լի, ինչը հազվադեպ էր քաղաքի համար։ Ավալյանների առանձնատունը փոխակերպվել էր։ Շողշողացող լույսեր ամենուր, էլեգանտ ձավորում սպիտակ ոսկեգույն երանգներով, լավագույն ուտեստներով, խմիչքներով լի առատ սեղաններ։ Հյուրերը սկսեցին ժամանել երեկոյան 8-ին, բոլորը հագնված իրենց լավագույն հագուստներով, բոլորը կրելով բարձր հասարակությանը բնորոշ այդ փորձված էլեգանտությունը։ Մարիամն ու Լիլիթը ժամանեցին 9-ին, կողային մուտքով, ինչպես Դավիթն էր պայմանավորվել։ Մարիամը չափազանց լարված էր, հագնելով պարզ, բայց գեղեցիկ զգեստ, որի համար Դավիթը պնդել էր վճարել։ Լիլիթը բաց կապույտ զգեստով էր, մազերը հավաքված ատլասե ժապավենով, աչքերը փայլում էին անհանգստությունից, ոգորությունից։ Դավիթն անձամբ դիմավորեց նրանց, տարավ հետնամասի մի սենյակ, որտեղ նրանք կարող էին սպասել մինչ ճիշտ պահը։ Ասաց Լիլիթին, որ հանգիստ լինի, որ վստահի իրեն, որ նվագի սրտով, ինչպես միշտ։ Լիլիթը գլխով արեց, բայց Մարիամը տեսավ, որ դստեր ձեռքերը դողում են։ Ժամը 11-ին Դավիթը բարձրացավ փոքրիկ բեմ, որը տեղադրել էին գլխավոր սրահում։ Նույն սրահում, որտեղ Լիլիթն առաջին անգամ նվագել էր ամիսներ առաջ, երբ ամեն ինչ սկսվել էր։ Հյուրերը շրջվեցին ուշադրություն դարձնելու, սպասելով Ավալյանների որդու ամենամյա կատարմանը։ Հեղինեն նստած էր առաջին շարքում, Արամի կողքին, դեմքին չեզոք արտահայտությամբ, որը ոչինչ չէր մատնում։ Դավիթը վերցրեց խոսափողը, շնորհակալություն հայտնեց բոլորին այնտեղ լինելու համար։ Ասաց, որ այդ գիշերը յուրահատուկ է, որ տարբեր բան է պատրաստված։ Որ վերջին ամիսներին նա կարևոր բան է սովորել երաժշտության, գրքի, այն մասին, թե ինչն է իսկապես կարևոր։ Եվ որ կցանկանար դրանով կիսվել բոլորի հետ։ Հետո նա Լիլիթին հրավիրեց բեմ։ Հավաքական շշուկ լսվեց, երբ աղջիկը հայտնվեց։ Շատերը դեռ հիշում էին նրան ծննդյան խնջույքից, այն աղքատ աղջկան, որը համարձակվել էր դաշնամուր նվագել։ Բայց հիմա նա այլ էր։ Ավելի մեծ, ավելի վստահ, պատշաճ հագնված։ Եվ նրա աչքերում մի բան կար, որ գրավում էր ուշադրությունը, մի բան, որ կախարդանք էր խոստանում։ Լիլիթը նստեց ռոյալի մոտ, Դավիթի կողքին։ Նա նայեց աղջկան ժպտաց, փորձելով հանգստություն փոխանցել։ Հետո սկսեցին նվագել։ Դա հույսի մեղեդին էր, այն երգը, որը նրանք միասին էին ստեղծել, բայց այժմ փոխակերպված։ Լիլիթն աշխատել էր դրա վրա ուսուցչուհի Բելլայի հետ, ավելացրել էր բարդություններ, կատարելագործել անցումները։ Բայց էությունը մնացել էր։ Մաքուր հուզմունքը, մերկ ճշմարտությունը, յուրաքանչյուր նոտայում բացահայտված սիրտը։ Սրահը բացարձակ լռեց։ Դա ոչ միայն տեխնիկապես տպավորիչ էր, թե այդպիսին էր։ Ոչ միայն գեղեցիկ էր, թե այդպիսին էր։ Դա հուզիչ էր այնպես, որ գերազանցում էր երաժշտությունը։ Դա հաղթահարման, բարեկամության արգելքները կոտրելու, մարդկային կապ գտնելու մասին էր այնտեղ, որտեղ հասարակությունն ասում էր, որ չպետք է գոյություն ունենա։ Երբ երաժշտությունն ավարտվեց, լռությունը մի քանի վայրկյան շարունակվեց։ Հետո ինչ-որ մեկը սկսեց ծափահարել։ Հետո մյուսը։ Եվ մյուսը։ Շուտով ամբողջ սրահը ոտքի էր կանգնած, ծափահարելով անկեղծ։ Որոշ մարդկանց աչքերին նույնիսկ արցունքներ կային։ Դավիթը նայեց Լիլիթին, որի դեմքին հսկայական ժպիտ էր։ Նայեց Մարիամին, որը սրահի հետնամասում բացահայտ լաց էր լինում։ Եվ հետո նայեց Հեղինեին։ Մայրը նստած էր, չէր ծափահարում, բայց նա չուներ այն խիստ դժգոհության արտահայտությունը, որը նա սպասում էր։ Այնտեղ այլ բան կար։ Մի մեղմություն, որը նա տարիներ շարունակ չէր տեսել, գուցե երբեք չէր տեսել։ Հեղինեն նայում էր Լիլիթին մի արտահայտությամբ, որը գրեթե հիացմունքի, հարգանքի էր։ Կատարումից հետո մի քանի հյուրեր մոտեցան Դավիթին Լիլիթին։
Ուզում էին ավելին իմանալ աղջկա, նրա պատմության, այն մասին, թե որտեղ է սովորել այդպես նվագել։ Դավիթը հպարտությամբ պատմեց Լիլիթի բնատուր տաղանդի, նրա ոչ պաշտոնական ուսուցչի հոր մասին, այն դասերի մասին, որոնք նա հիմա անցնում էր։ Ներկայացրեց նրան ոչ թե որպես բարեգործություն, այլ որպես արվեստագետ, իսկական դաշնակահարուհի, փայլուն ապագայով։ Հյուրերից մեկը հայտնի երաժշտական պրոդյուսեր էր, մեկը, որն աշխատում էր երիտասարդ տաղանդների հետ։ Նա իր այցեքարտը տվեց Մարիամին, ասաց, որ կցանկանար խոսել Լիլիթի հնարավորությունների, ձայնագրությունների, ելույթների մասին։ Մարիամը հազիվ էր հավատում։ Վերցրեց այցեքարտը դողացող ձեռքերով, անընդհատ շնորհակալություն հայտնելով։ Կեսգիշերը եկավ, բոլորը դուրս եկան այգի, հրավառությունը դիտելու։ Ամբողջ երանը պայթում էր լույսով գույնով, տոնելով նոր տարին։ Դավիթը կանգնած էր Լիլիթի կողքին, որը մանկական հիացմունքով նայում էր երկնքին։ Նա կռացավ ասաց, որ հպարտանում է նրանով, որ նա անհավանական էր։ Լիլիթն ամուր գրկեց նրան, շնորհակալություն հայտնելով ամեն ինչի չհանձնվելու իրեն հավատալու համար։ Մարիամը մի փոքր հեռու կանգնած դիտում էր տեսարանը։ Մտածում էր, թե ինչպես է ամեն ինչ փոխվել։ 1 տարի առաջ նա հուսահատ էր, մենակ, չգիտեր, թե ինչպես է գոյատելու։ Իսկ հիմա, մի խնջույքի, մի ռոյալի, մի անհավանական հանդիպման շնորհիվ, ամեն ինչ այլ էր։ Կատարյալ չէր, խնդիրները կախարդական կերպով չէին անհետացել։ Բայց հույս կար։ Եվ հույսն այն ամենն էր, ինչ նրան պետք էր։ Կեսգիշերից հետո, երբ հյուրերի մեծ մասն արդեն գնացել էր, Հեղինեն փնտրեց Դավիթին։ Նա օգնում էր իրերը հավաքել, դեռ Լիլիթի Մարիամի ուղեկցությամբ։ Երբ տեսավ մորը մոտենալիս, Դավիթը լարվեց, պատրաստվելով վեճի։ Բայց Հեղինեն կռվելու չէր եկել։ Կանգնեց Լիլիթի առջ, երկար նայեց նրան։ Հետո արեց մի բան, որը ոչ ոք չէր սպասում։ Նա թեթակի կռացավ, հասնելով աղջկա հասակին, ասաց, որ կատարումը գեղեցիկ էր։ Որ Լիլիթն իսկական շնորհք ունի։ Եվ որ գուցե, միայն գուցե, ինքը սխալ է դատել իրավիճակը։ Դա լիարժեք ներողություն չէր։ Հեղինեն այն կանանցից չէր, որոնք հեշտությամբ ներողություն են խնդրում։ Բայց դա առավելագույնն էր, ինչ նա կարող էր, բոլորը հասկացան, թե դա ինչ է նշանակում։ Դա ընդունում էր, բացում, առաջին քայլը դեպի հաշտություն։ Դավիթը ամիսների ընթացքում առաջին անգամ գրկեց մորը։ Հեղինեն սկզբում կաշկանդվեց, հետո թուլացավ, թույլ տալով իրեն խոցելիության այդ պահը։ Հաջորդ ամիսները ամրապնդման շրջան էին։ Լիլիթը շարունակեց իր դասերը, գնալով ավելի առաջադեմ։ Խնջույքին հանդիպած երաժշտական պրոդյուսերը նրան հրավիրեց ձայնագրելու մի քանի երգ, փորձարարական նախագիծ երիտասարդ տաղանդների հետ։ Մարիամը կայուն աշխատանք գտավ դպրոցում, աշխատելով քարտուղարությունում ֆիքսված ժամերով արժանապատիվ աշխատավարձով։ Կյանքը դեռ իր մարտահրավերներն ուներ, բայց դրանք այժմ կառավարելի մարտահրավերներ էին։ Դավիթն ավելի ակտիվ դեր ստանձնեց ընտանեկան բիզնեսում, իրեն ցույց տալով որպես իրավասու նվիրված։ Բայց երբեք չլքեց երաժշտությունը։ Շարունակում էր նվագել, շարունակում էր այցելել Լիլիթին, շարունակում էր լինել այն կամուրջը երկու աշխարհների միջ, որոնցում ապրելուց սովորել էր չամաչել։ Իսկ Լիլիթը ծաղկեց։ Աճեց ոչ միայն որպես դաշնակահարուհի, այլ որպես անձ։ Հոր կորստի ցավը երբեք լիովին չանհետացավ, բայց նա սովորեց այն վերածել երաժշտության, արվեստի, գեղեցիկ մի բանի։ Նրա նվագած յուրաքանչյուր նոտա հարգանքի տուրք էր Ռուբենին, նրան կենդանի պահելու միջոց, միակ լեզվով, որին նա իսկապես տիրապետում էր։ Տարիներ անց, երբ Լիլիթն արդեն դեռահաս էր, սկսում էր ճանաչում ձեռք բերել երաժշտական աշխարհում, մի լրագրող հարցրեց, թե որն է եղել իր կարիերայի ամենակարևոր պահը։ Նա չվարանեց։ Ասաց, որ դա այն առաջին անգամն էր, երբ ընդամենը 5 տարեկան էր, երբ բարձրացել էր դաշնամուրի մոտ մի խնջույքի, որտեղ իր տեղը չէր, որոշել էր նվագել, այնուամենայնիվ։ Որովհետև հենց այնտեղ էր սովորել ամենակարևոր դասը։ Որ երաժշտությունը սահմաններ չի ճանաչում, սոցիալական դասեր չի հարգում, էթիկետի կանոններով չի առաջնորդվում։ Երաժշտությունը ճշմարտության, խիզախության, զգալու թույլտվության մասին է։ Եվ որ ամենակարևոր բարեկամությունները, որոնք իսկապես փոխում են մեր կյանքը, այն բարեկամություններն են, որոնք ծնվում են այնտեղ, որտեղ ամենակիչն ենք սպասում։ Փղոսկրես տեղների երաժշտական նոտաների միջ, տարբեր աշխարհների միջ, որոնք միավորված են մի լեզվով, որը բոլորը հասկանում են, նույնիսկ եթե ոչ մի բառ չեն խոսում։ Ռոյալն այլս պարզապես գործիք չէր։
Այն դարձել էր այդ ամենի խորհրդանիշը։ Խիզախության, հույսի, արգելքները հաղթահարող սիրո։ Եվ ամեն ինչի կենտրոնում մի աղջիկ, որը նվագում էր ոչ միայն նոտաներ, այլ սրտեր։